Ինչու իշխանությունը 3 հիշատակի նոր օր սահմանեց հունվարի 27-ին, եթե մենք իրական օրեր ունենք հիշատակի համար։ Սեպտեմբերի 13 ջերմուկի ներխուժում, սեպտեմբերի 19-ը Արցախում էթնիկ զտումների սկիզբ, սեպտեմբերի 27 Հայաստանի եւ Արցախի նկատմամբ ագրեսիվ պատերազմի սկիզբ։ Այս 3 օրերից որևէ մեկի ընթացքում անցյալ տարի ոչ մի պաշտոնատար անձ այդպես էլ չգնաց եռաբլուր, չխոնարհվեց, չլռեց, չնայեց զոհվածների մայրերի եւ տեղահանվածների աչքերի մեջ։ Արդյոք սա պատահականություն է։ Ոչ, սա պատահականություն չէ, սա կոնկրետ քաղաքական ընտրություն է։ Սա նշանակում է, որ այն մարդիկ, որոնք դժբախտացել են Նիկոլ Փաշինյանի կառավարման ձախողման հետևանքով, տեղ չունեն նրա ճակերտավոր իրական Հայաստանում։ Այս արհամարանքներն իհարկե չէին կարող պատահական անցնել։ Սրանք առաջացրեցին արդարացիորեն մեր հասարակության զայրույթը, վրդովմունքը։ Իսկ ինչ եղավ իշխանության պատասխանը։ Ռուբեն Ռուբինյանի առաջարկը որպես լուծում կամ արձագանք ընտրվեց ձևականորեն պաշտոնական, բայց լրիվ պատահական մի օր, որը չունի որևէ պատմական բովանդակություն, չունի զորություն, չունի հիշատակ, չունի անուններ, օր, որը ընտրվել է միայն պաշտոնյաների հարմարության համար, օր, որի ժամանակ միջոցառումների են այցելելու շատ քչերը, այդ միջոցառումներին չեն այցելելու զոհվածների ծնողները, հաշմանդամություն ստացած մարդիկ, պատերազմի վետերանները, այդտեղ չեն լսվելու իշխանության համար անհարմար հարցեր։ Հենց դրա համար է ընտրվել այդ օրը։ Սա հիշատակ չէ, սա հարգանք չէ, սա խուսափել է։ Ինչ ամոթալի վախկոտություն, պարոն Ռուբինյան։ Երբ ես լինեմ վարչապետ, մեր հերոսների հիշատակը չի թաքցվելու պատահական օրերի հետևում, իսկ նրանց ընտանիքների նկատմամբ հարկանքը երբեք չի արժանանալու արհամարանքի։